Ողջույն բարեկամներ, ինչպես գիտեք, անցյալ տարեվերջին մենք մի որոշում Արցախից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների համար նախատեսվում է բնակարանների վարձավճարի մասնակի հատուցում։ Facebook-ում տեսանյութ է հրապարակել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ծրագրից կարող են օգտվել հատկապես այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից կամ արդեն իսկ չեղարկել են իրենց տրամադրված հավաստագրերը։ Պարտադիր պայման է նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված լինելը։ Ծրագրից կարող են օգտվել այլ ընտանիքները, որոնք ընտանիքի անդամներն ունեն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան կամ 60 եւ ավելի տարեկան են։ Անդամների տարիքի հանրագումարը 115 եւ ավելի է 2 անդամի դեպքում կամ 175 եւ ավելի 3 անդամի դեպքում։ Հատուցում ստանալու գործընթացը իրականացվում է առցանց, սակայն մինչև էլեկտրոնային հարթակում դիմում լրացները շահառուները պարտադիր պետք է անձամբ մոտենան միասնական սոցիալական ծառայության իրենց տարածքային կենտրոն սոցիալական բնակարանային ֆոնդում պաշտոնապես հերթագրվելու համար։ Վաղարշաբաթի համայնքային ոստիկանները ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Էջմիածին Երևան երթուղու 72-ամյա վարորդին ու 39-ամյա կարգավարին։ Խորենացի Բաղրամյան փողոցների խաչմերուկում բռնկված վեճի պատճառը եղել է ուղևորի դժգոհությունը, շոքից եւ երթը շուտ սկսելու պահանջը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են կարգավարը եւ վարորդը անարգալից վերաբերմունք դրսեւորում ու բռունցքներով հարվածում քաղաքացուն։ Մայրաքաղաք Մոսկվայի և մարզի ուղղությամբ աննախադեպ քանակի ավելի քան 600 անօդաչու թռչող սարք է արձակվել։ Ռուսական հոբ համակարգերին հաջողվել է խոցել մոտ 118 ԱԹՍ քաղաքի մատույցներում և հարակից շրջաններում։ Հարձակման հետևանքով կան տուժածներ։ Հայտնի է, որ անօդաչուներից մեկը ընկել է Բոգորոդսկի շրջանի Ատլանտ պարկ համալիրում գտնվող Վալբերիզի պահեստի վրա։ CNN-ի տվյալներով Ուկրաինան գործնականում սպառել է Պետրիոտ համակարգերի հակարդյունների պաշարները, ինչի պատճառով թանկարժեք կայանքներն արդեն շաբաթներ շարունակ չեն գործում։ Հակաօդային պաշտպանության այս ճգնաժամը պայմանավորված է Պարսից ծոցում հրթիռների աննախադեպ ծախսով եւ գործարանային թողարկման դանդաղ տեմպերով։ Նախագահ Զելենսկին Վաշինգտոնից պահանջում է հրթիռների տեղական արտադրության արտոնագրեր, փորձելով լրացնել անհրաժեշտ զինամթերքի հսկայական պակասը։ Սպիտակ տունը սակայն չի շտապում տրամադրել հստակ երաշխիքներ, կարևորելով սեփական անվտանգությունը։ Իրաքում, Քուվեյթում կամ Բահրեյնում ամերիկյան թեկուզ մեկ ռազմաբազայի գրավումը կվճռի ԱՄՆ-ի դեմ պատերազմի ելքը, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթաքին։ Նա սպառնացել է, որ ցամաքային բախման դեպքում ամերիկացի զինվորների դիերը անգամ չեն վերադարձվի իրենց ընտանիքներին։ Այս կոշտ հայտարարությունն արվել է Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության վերաբերյալ ԱՄՆ-Իրան 60-օրյա ժամանակավոր հուշագրի ժամկետի ավարտի ֆոնին։ Թեհրանը հայտնել է, որ նեղուցով նոր տարանցիկ երթուղու շուրջ համաձայնության է հասել Օմանի հետ եւ այժմ կողմերը քննարկում են մանրամասները։ Տարածաշրջանային հարցերն ու երկկողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բահեր Ղալիբաֆը պատրաստվում է մեկնել Իրաք։ Վաշինգտոնը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ կնքված 60-օրյա ժամանակավոր համաձայնագիրը, որի ժամկետը արդեն սպառվել է, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Թեհրանը չի ընդունում ԱՄՆ-ի համար անհրաժեշտ պայմանները, իսկ ըստ Ջարեդ Քուշների ԱՄՆ-ն պատրաստ կլինի գործարքի միայն այն դեպքում, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենքի ստեղծումից։ Թրամփը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին եւ ասել, որ իրեն դուր է գալիս նեղուցը ԱՄՆ-ի տարածք հայտարարելու միտքը։ Իրանը պետք է բարձրացնի հանձնվելու սպիտակ դրոշը, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը սուր քննադատել է Օմանին, նշելով, որ երկիրը իրեն լավ չի դրսևորել Իրանի հետ բանակցություններում։ Նա զգուշացրել է, որ եթե Օմանը խանգարի ԱՄՆ-ի գործողություններին, Վաշինգտոնը կարող է ռազմական ուժ կիրառել։ Թրամփը դժգոհություն է հայտնել նաև հարավային Կորեայից, հիշեցնելով, որ Սեուլը հրաժարվել է աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն ապահովում է նրանց անվտանգությունը։ Նա հայտնել է, որ Կիմ Չեն Ընը պատասխանել է իր երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու առաջարկին, ինչից հետո սոցցանցում լուսանկար է հրապարակել Հարավային Կորեայի առաջնորդը հեռախոսով Թրամփի հետ խոսելիս։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսով խոսել է Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը կոչ է արել Իրան-ԱՄՆ հակամարտությունում առավելագույնս կիրառել դիվանագիտությունը եւ առաջարկել է Անկարայի աջակցությունը։ Նա Թրամփին ներկայացրել է նաեւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև կնքված Մեքքայի պաշտպանության պայմանագիրը, այն համարելով տարածաշրջանային կայունության ամուր հիմք։ Անդրադառնալով Գազային Էրդողանը մտահոգություն է հայտնել Իսրայելի աջող գործողությունների կապակցությամբ, շեշտելով, որ խաղաղության գործընթացը այժմ արդեն պետք է թևակողեր երկրորդ փուլ։ Պերուի մայրաքաղաք Լիմայի հարավային շրջաններում հորդառատ անձրևները հանգեցրել են լուրջ հեղեղումների, վնասելով փողոցներն ու բնակելի տները։ Առավել ծանր վիճակում է հայտնվել Վիլյա Էլ Սալվադոր շրջանը, որտեղ ջրի մակարդակը հասել է մինչև 1.5 մետրի։ Պերուի ազգային օդերևութաբանական ծառայությունը պարզաբանել է, որ տեղումների պատճառը ափամերձ գոտի ներթափանցած անսովոր խոնավ մթնոլորտային զանգվածներն են։ Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան այցելել է Կոլումբիա անձամբ տեսնելու օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքները։ Նա հանդիպել է տուժած բնակիչների հետ եւ այցելել դպրոցներից մեկը։ Շակիրան հայտարարել է, որ իր հիմնադրամի միջոցով 10 նոր դպրոց կկառուցվի եւ $1 միլիոն կհատկացվի աղետից վնասված կրթական հաստատությունների վերականգնմանը։ Արչը ԱՄՆ-ում փորձել է մտնել բնակելի տուն։ Նա բարձրացել է պատշգամբ, կանգնել հետևի ոտքերի վրա եւ պտտելով դռների բռնակները փորձել է բացել դրանք։